Մենք բոլորս այցելում ենք այս կամ այն բլոգ համապատասխան եւ օգտակար տեղեկատվություն ստանալու համար, իսկ թե ինչպես ստեղծել այդ տեղեկատվությունը մեզ կբացահայտեն բլոգերները։ Այսօրվա մեր հյուրն է բլոգեր Լիլիթ Յամանյանը։ Ես Դիանա Գաբրիելյանն եմ, եթերում թոփ թեմաներն են։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Լիլիթ շատ հետաքրքիր ազգանուն ունեք, Լիլիթ Յամանյան, իհարկե ձեր բլոգում այդքան ազգանունը չի երևում առհասարակ, բայց կասեք ինչ պատմություն ունի ձեր ազգանունը եւ առհասարակ որտեղից է սերում։ Սովորաբար որ նիկնեյմս Լիլիթիա գրված է, հիմնականում ինձ Լիլիա են շփոթում կամ Լիլի, տենց չեն հասկանում կամ Յա Լիլիթ տենց են հասկանում, բայց Յա Յամանյան իմ ազգանունն է, սերումա մենք ազգս եղել է Կիլիկիայից, հետո տեղափոխվել են Հունաստան կոտորածների ժամանակ ու Հունաստանում էլ արդեն թուրքական ընտանիքների հետ որ շփվել են ու որ իմացել են այդ պատմությունը, թե ինչպես են կարողացել այդ կոտորածներից փրկվել, տենց հենց այդ թուրքերը կոչել են Յաման ու տենց ազգանունը փոխվել է Յամանյան, դե Յաման, ինչքան գիտեմ, նշանակում է շուստրի, խորամանկ, տենց Յամանյան ենք դարձել ու արդեն վերադարձել են Երևան, տենց մնացել ենք Յամանյան ու մենակ մենք ենք, մեր ընտանիքն է։ Լիլիթ շատ հետաքրքիր բլոգ ունեք, էսթետիկ, եւ ի սկզբանե միտք եղել է բլոգ վարելու, թե պարզապես տեսել եք, որ հետաքրքրություն կա ձեր էջի հանդեպ եւ սկսել եք ել ավելի շատ տեսանյութեր տեղադրել, թե ի սկզբանե արդեն հեռախոսը երբ ձեր ձեռքին էր որոշել եք, որ չէ, երբ արդեն բլոգինգը եւ ինֆլուենսեր լինելը դարձավ շատ արդիական, կարծես թե մասնագիտություն։ Ես դեռ շատ փոքրուց այդ հետաքրքրությունը եղել է, շատ չգիտեմ, երբ դեռ Երևանում, Հայաստանում միայն YouTube ոլորտում ինչ-որ նոր քայլեր կար, այդ ժամանակվանից արդեն իմ մոտ բլոգինգի հանդեպ հետաքրքրությունը եղել է, նույնիսկ մեր հիմա արդեն ավագ բլոգերները այն ժամանակ նոր սեմինարներ էին կազմակերպում, ես միշտ գրանցվում գնում էի ու այդ ժամանակ դեռ միտք կար միայն YouTube-ի մասով, չնայած YouTube դեռ չեմ էլ սկսել, բայց Instagram-ը այդքան ակտիվ չէր էլի։ Այդ ժամանակվանից իմ մոտ այդ հետաքրքրությունը եղել է ու այն ժամանակ դեռ ֆոտո կոնտենտն էր միայն ակտուալ ու ես հիշում եմ տենց տնային պայմաններում ինչ որ էսթետիկ նկարներ էի անում, բայց համենայն դեպս այդ էլ նույնիսկ հետաքրքրություն բերում էր իմ մեջ։ Այդ ժամանակվանից դեռ ինչ որ տենց հետաքրքրություն, ինչ որ լսարան ունեի, տենց մարդիկ կան, որ հա արդեն տարիներ շարունակ ինձ հետևում են այդ իմ էսթետիկ նկարներից սկսված, հիմա արդեն երբ որ սկսեցի աշխատել որպես content maker, Just Girls-ի հետ էի աշխատում ու այնտեղ էլ ֆոտո կոնտենտից տեղափոխվեցինք վիդեո կոնտենտ, այնց արդեն սկսեցի սովորել վիդեո կոնտենտ ու արդեն վիդեո կոնտենտն էլ իմ էջում սկսեցի անել ու հենց այդ սկզբից որ սկսեցի վիդեո կոնտենտ անել, տենց խոսակցական վիդեոներ էին հիմնականում, ինձ էլ երբ որ տեսնում էին, ասում էին, որ հենց դուր է գալիս այդ անմիջական խոսքը, որ մինչև վերջ կարողանում ոնց որ մի շնչով նայել, որ ես տենց անմիջական խոսում եմ, այդ բերեց էլի, այ արդեն հիմնական ակտիվը ու հիմնական լսարանը հենց այդ վիդեո կոնտենտով եկավ իմ մեջ։ Ասում են թե թեթև աշխատանք է, ես դուք ինչպես կնկարագրեք բլոգերի աշխատանքը առօրյա։ Հնարավոր չի դա թեթև։ Բլոգերները տարբեր ուղղվածություններ ունեն, կան մարդիկ, ես իրականում արդյունքը ու աշխատանքի ծավալը կարա չհամեմատվի հիմա, կարան ավելի sense հեշտ sense ռաստվա միամիտ վիդեո անես ու այդ նենց արդյունք տա, չնայած նայած, եթե դու վաճառք ես ուզում ապահովես այդ կոնտենտով, թե ուղղակի ֆան կոնտենտ, այդ էլ իհարկե տարբեր վաճառք ապահովելու համար մի քիչ ավելի համենայն դեպս կան բաներ, որ այդ պետքա պահես, որ այդ հետաքրքրություն բերի, վաճառք բերի, այդ արդեն որ ասեմ շատ հեշտ, ինչքան որ պատկերացնում եմ, չգիտեմ, այդ վիդեոները եթե ես օրինակ ասեմ ես վաճառք ապահովող հոլովակի համար, չգիտեմ, նախապատրաստման փուլ է գնում այդքան կոմունիկացիան տանում է շատ էներգիա, արդեն հաստատեցինք միտքը սցենարագրվում, հետո նկարահանումն է լինում, ասեմ, լավ, մի 2 ժամ նկարահանում է, բայց արդեն մոնտաժի վրա հիմա մանավանդ այդ, չգիտեմ, տեքստ մենակ գրելը, անիմացիաներ, ձայներ ավելացնել, այդ ամեն ինչը տենց մանր անելը
իմ մոտ օրինակ 8 ժամ կարա գնա նույնիսկ օրերով կարամ ես մի հոլովակը մոնտաժեմ, իսկ այդ հմտություններն էլ իմ հետաքրքրության ու երկար ժամանակի աշխատանքա, որ ես այդ հմտությունները ձեռք եմ բերել, բայց էլի եթե համեմատենք, չգիտեմ, բժշկի աշխատանքին, ովքեր նույնպես տարիներ շարունակ աշխատում են, հետո գնում են, հա, սովորում են, հետո աշխատում են, բժշկի աշխատանքին օրինակ համեմատած իհարկե ավելի հեշտ է։ Եվ կոնտենտը ստեղծելու նաև միգուցե ձեր մասնագիտությունն էլ է օգնում, որպեսզի այդպես ավելի էսթետիկ լինի, ավելի ճիշտ լինի, գրագետ լինի։ Մասնագիտությամբ դուք ճարտարապետ, կպատմեք մի փոքր ինչպես էր ընտրությունը եւ այսօր որ ֆակուլտետում եք սովորում, ոչ թե ֆակուլտետում, որերորդ կուրս եք եւ ինչ եք հետագայում մտածում պլանավորում այդ մասով։ Հիմա սովորում եմ ճարտարապետական համալսարանի 4-րդ կուրսում, հենց ճարտարապետության ֆակուլտետում։ Ընտրությունը մասնագիտության եղել է հելի փոքրուց, ի սկզբանե, երբ որ ես դպրոցում դեռ սովորում էի ու երկրաչափություն, նույնիսկ դեռ մինչև 7-րդ դասային, որ սկսեցին երկրաչափություն անցնելը, նույնիսկ մինչև դա գիտեի, որ ես դառնալու եմ ճարտարապետ կամ դիզայներ, որովհետև դեռ փոքրուց սիրում էի ձեռքով ինչ-որ բաներ պատրաստել ու հետի մոտ փոքրուց լավ էր ստացվում նկարել, ֆանտազիա, ձեռքով բաներ պատրաստել, ու պապիկիս ընկերներն էին ճարտարապետներ, միշտ մեր տանը հավաքվում էին, հավաքույթներ էին անում, տենց գիտեի ճարտարապետը ինչ է, ու դեռ փոքրուց, երբ որ ես 6 տարեկան էի, ասում էի ես ուզում եմ ճարտարապետ դառնամ, ինձ մեծերը այդ ռեակցիան որ տալիս են, վաու, դու փոքր ես, ոնց գիտես ճարտարապետը ինչ է, սովորաբար քո տարիքում բժիշկ, դասատու, տենց բաներ, այդ դրանից արդեն sense ոգևորված էի, որ ուրեմն լավ բան եմ ուզում, որ ինձ sense ռեակցիա են տալիս, իսկ երբ որ արդեն մեծացա ու սկսեցի սովորել մաթեմատիկա, երկրաչափություն, հասկացա, որ այդ նկարչությունը, այդ արվեստը ու համել մաթեմատիկան իմ տարերքն են, արդեն հասկացա, որ չէ, իրոք այդ ճիշտ է իմ համար։ Ճիշտ ուղղվածություն եք ընտրել։ Եվ հետևորդների մասով, հա, ես չեմ կարծում, որ դուք հեյթերներ կունենաք, սովորաբար ինչ ֆոլոուերներ ինչ արձագանքներ են տալիս, հա, ձեր էջին։ Հեյթերներ չէ, դից մեկ լինում հատկապես TikTok-ում երբ որ ակտիվ էի, հիմա ակտիվ չեմ TikTok-ում, TikTok-ում ավելի շատ է, տենց ավելի ազատ են, որտեղ հիմնականում fake էջեր են մարդիկ, չգիտեմ, կողա իրանց ֆանի համար ուզենան ինչ-որ բանին կպնեն, տեսնեն ինչ արձագանք կտա այդ անձը։ TikTok-ում տենց մեկ լինում էր, բայց շատ քիչ, Instagram-ում կարամ մատերիս վրա հաշվեմ, եւ 2 անգամ է եղել ինչ-որ մեկնաբանություն վատ, դիտո տենց չի շատ վատ էր։ Արձագանքներ հիմնականում ես շատ սիրում եմ հենց այդ ֆիդբեքը, որ ստանում եմ, որովհետև շատ մարդիկ կան, նույնիսկ ովքեր եղել են իմ հետևորդը, բայց մենք հիմա ընկերներ ենք, ես իրենց եմ հետևում, դուրսը հանդիպում ենք, շատ նույնիսկ քննարկում ենք, իրենք էլ են սկսում հիմա բլոգինգ, ես իրենց օգնում եմ ինչ-որ հարցերում, այդ ֆիդբեքը շատ եմ սիրում, որ ինձ չեմ անկեղծ ինչ որ անծանոթ մարդ, ով քեզ նույնիսկ չի ճանաչում, կարա տենց դրական էներգիա տա, տենց դրական ասի, որ հիանում է քեզնով, թեկուզ չգիտեմ, որ վայ ինչ սիրուն ես, վայ ինչ լավն ես, ինչ այդ դրականը որ տալիս են, այդ ամեն ինչ արժի։ Լիլիթ, կան մարդիկ, որ ձեր շրջապատում թերևս վստահ եմ կլինեն աղջիկներ, ովքեր գեղեցիկ են, էսթետիկ են, բայց չի ստացվում, ինչ որ միտեղ բլոգինգը չի ստացվում իրենց մոտ։ Այ ինչ հմտություն պետք է ունենալ, բացի այդ վիդեո կոնտենտ ստեղծելու, հա, որ կարողանաս գրավել դեպի քեզ։ Ինչ խորհուրդներ կտաք առհասարակ։ Ֆակտորները շատ են, մարդ կարա նույնիսկ այդ հմտությունները չունենա, բայց ինքը իր անձով ինչ որ հետաքրքրություն ունենա, ինչ որ թեկուզ հետաքրքիր բան իր կյանքում լինի, որ այ մենակ դա հետաքրքրում է մարդկանց ու մենակ դրա համար իրան հետևում են, թեկուզ ինքը կոնտենտի ստեղծելու հմտություններ չունի, թեկուզ ինքը շատ ուշադրություն չի դարձնում, կարող է ամիսներով կորի էջից, իրան կարան այդ դրա համար զուտ ինչ որ բանի համար հետևեն, բայց եթե մարդը ուզում է սկսի ու ինքը գիտի որ այդ ուզում է անի թեկուզ չգիտեմ որպես աշխատանքի համար կամ այդ իրոք իրան պետք է ինչ որ ինքնադրսևորվելու համար վիդեոյի մենակ այդ մոնտաժի սկիլերն էլ կարա հետաքրքիր մոնտաժով կարա հետաքրքրի կարա իր ոճով հետաքրքրի ու ցույց տա իր ոճը կարա իր շատ անմիջական լինելով կյանքի այն կողմերը ցույց տալով որ Instagram-ում այդ էսթետիկայից դուրս մարդիկ որ մարդկանց դուր է գալիս որ տեսնում են այդ մենակ այդ էսթետիկան չի բոլորն էլ այդ նույն ձևի իրանց Ես ուզում եմ այդ հարցը ուղղել ձեզ որովհետև այսօր կան շատ բլոգերներ, որոնք բացարձակապես էսթետիկ չեն ու հակառակը անում են այնպիսի կադրեր են տալիս, որ ընդհանրապես կապ չունի, բայց մարդիկ միևնույնն է նայում են, որտեղ այո, որտեղ տեսնում են իրենց նման մարդկանց։ Ու այդ իրենց ոնց որ հանգստացնում է, մեկ կարող է դուք էլ նկատած լինեք Instagram-ում, sense մտնում եք, տեսնում եք այդ իդեալական կյանքերը, sense ինքնագնահատականիդ վրա էլ կարող է ազդի, չգիտեմ, ասես
ինչ որ սկսես քեզ մեղադրել, որ ինչի այ քո մոտ օրինակ տենց չի, ինչի օրինակ դու ես արժանի, ինչի չէ, այ որ տեսնում ես, չգիտեմ, քո նման մարդկանց, քեզ տենց ավելի այդ կոմֆորտ միջավայրն է ստեղծում ու ինձ հետևում ես, որ տեսնես բոլորը լինում է չափազանց շատ ոչ էսթետիկ, որ ընդհանրապես բայց փաստորեն շատ կան մարդիկ, ովքեր նայում են, այսինքն այդ պրոստը այդ չափազանց շատ է, չգիտեմ ես։ Այդ շատ մեկ լինում է, բայց այդ իմ մոտ այդտենց շատ չի բերում։ Հա, ճիշտ է, որովհետև սկրոլ է կանում, ալգորիթմը արդեն ճանաչում է, ինչին հետևում եք, բայց բլոգերներով շփում ունենում եք, առհասարակ կան օրինակ տեսնում եմ ոդքասթեր եւ խաղեր նույնիսկ, որտեղ բլոգերների են հրավիրում եւ այլն, ձեզ հաճախ են հրավիրում եւ հաճախ եք համաձայնում, թե ոչ, եւ նույնը գովազդին է վերաբերում, որովհետև ձեր էջը սկրոլանելիս չտեսա առանձնապես դուք այդքան գովազդ չեք անում, չեք կենտրոնացած դրա վրա։ Բլոգերների հետ հանդիպման ու շփման մասին իհարկե շփվում ենք, հրավերներ լինում են, հատկապես երբ որ ինչ-որ գործընկեր ունես, ովքեր համագործակցում են մեկ այլ բլոգերի հետ կամ բլոգերների հետ, հիմնականում հենց իրենք գործընկերն է կազմակերպում հանդիպումներ իրենց ինֆլուենսերներով ու իրենց թիմակիցների հետ, համ այդ ինֆլուենսեր կապն է ստեղծում, որ ավելի նվիրված աշխատես, իրենք են կազմակերպում ու հենց այդ շրջապատում ենք ծանոթանում ինֆլուենսերներով իրար հետ, հիմնականում ում հետ որ ես ծանոթացել եմ, բոլորն էլ շատ լավ մարդիկ են, ասենց իրար support ենք անում, միշտ իրար օգնում ենք, իրար պատրաստ ենք լսել, իրար հասկանում ենք։ Շատ կարևոր հանգամանք է դա support անելը, մրցակցություն չկա։ Ես ծանոթացել եմ, չէ, մենակ իրար իրոք support ենք անում ու իրար հասկանում ենք, որովհետև չգիտեմ, այս ոլորտը նախ Հայաստանը մի բուրազգ ենք ոնց ասում են։ Հա, բոլորին ճանաչում են։ Իրար պետք է ճանաչենք, իրար օգնենք, իրար համար լավ լինենք, իրար լավ ուզենանք, մեզ էլ տենց լավը կգա էլի։ Մեկը իրար իմաստ չկա մրցակցելու, իրար պետք է օգնենք։ Մեզ էլ հաճախ, չգիտեմ, ինձ կարող է ինչ-որ աշխատանքի համար հրավիրեն, ասեն կարող է իմանաս այլ ում հետ արժի համագործակցել, ես էլ բնականաբար այն մարդկանց պետք է ասեմ, ում ես էլ հետևում եմ, ովքեր գիտեմ, որ իրենք լավ պատասխանատու են, ում կարամ վստահեմ ու ովքեր իմ հանդեպ էլի լավ են եղել, բնականաբար տենց իրար օգնում են։ Ասացիք պատասխանատու, ինչ սկզբունքներ ունեք դուք եւ մարդը ինչ գծեր պիտի ունենա, որ հետը շփվեք եւ խիստ եք ձեր հանդեպ, թե ոչ։ Ես շատ խիստ մարդ եմ, իմ հանդեպ էլ կողքից մարդկանց հանդեպ էլ իրականում չեմ ամաչի ասել, ես գիտեմ, որ ես լավ մարդ եմ, հաստատ ու լավ ընկերել եմ շատ։ Ես հաստատ լրիվ նվիրված եմ ու եթե ընկերոջս պետք եմ, ցանկացած գործ իմ համար երկրորդական է, ընկերոս ու իր զգացմունքները իմ համար միշտ առաջնային է։ Բայց այ շատ դժվար եմ ես մարդկանցից նեղած կոտել չեմ, բայց որ նեղանում եմ, նախ շատ դժվար է ինձ կարող ամիսներ տևի, մինչև ես իմ մեջ ինձ հանգիստ զգամ, որ օքեյ, այդ մարդը ինձ նեղացրել է ու վերջ։ Ու եթե արդեն վերջ, ես էլ չեմ կարողանում էլ այդ հետպտերմություն իմ մոտ էլ չի ստացվում։ Ինչ որ բան կոտրվում է, դատարկվում է։ Որտեղ ես շատ դժվար եմ մարդկանց թողնում, շատ դժվար եմ նեղանում իրենցից, sense ընդունում իմ մեջ, որ չէ, իրենք ամենայն դեպս ինձ հիասթափեցրել են, ու ընկերների մեջ էլ է, հիմնական հենց ընկերների մեջ է։ Շատ չէ, բայց մի քանի անգամ այդ իրոք ինձ շատ դժվար է տրվում, դեպրեսիա է հենց լինում այդ մտքերից, ու դրանից հետո արդեն էլ չեմ կարողանում ոչ մի ձև էլ այդ ընկերությունը հետ բերել, որտեղ sense всё, բայց ոնց եմ ընտրում մարդկանց, նախ այս տարիքում արդեն օրինակ այդ մտերիմ ընկերներ ձեռք բերելը մի քիչ ավելի դժվար է, ոնց որ արդեն ամեն մարդ ունի քո կյանքում այդ տեղերը, արդեն զբաղված են, էլ շատ մտերիմ ընկերներ, ոնց որ արդեն դժվար է ձեռք բերելը, բայց ընկերներ ունեմ, շատ լավ ընկերներ ունեմ ու շատ ունեմ, իրենց էլ ընտրում եմ հիմնականում շատ կարևոր է իմ համար ամենակարևոր բանը, որ մարդ կարողանա ուրախանա դիմացի ուրախությամբ։ Տխրությունը բոլորին էլ, որ քեզ չուզող մարդն էլ քո տխրությունը կկիսի, բայց ուրախությունը, որ կարողանում է մարդ ուրախանա դիմացինի համար, հետաքրքրվի դիմացինի հաջողություններով, այդ իրոք շատ բաներից է մարդու մեջ չի գալիս, որ ինքը իրոք կարողանա ուրախանա դիմացինի համար։ Դուք ասացիք, որ կարևոր է զգացմունքը, հա, ընկերոջ զգացմունքը, այսինքն եթե մարդը դեպրեսիայի մեջ է եւ երկարատև կիսվելու, խորհուրդներ լսելու եւ դրա կարիք ունի, կարող է ձեզ դիմել, այսինքն դուք երկարաժամանակ չեք ասի տոքսիկ մարդը ինձ բացասական էներգիա է տալիս, անցնեմ առաջ։ Չէ, բացասական էներգիա դու ես
բացասական, եթե մարդը ուղղակի իրան վատ ազգում ու ինքը ունի քո կարիքը, նախ ընկերները առաջին հերթին դրա համար են, որ իրար օգնեն։ Ես չեմ կարծում, որ եթե մարդու կյանքում ինչ որ շրջան իր էներգիան ցածր է, ներքևում է, զրոյից ներքևում է ու ինքը պետք է ստանա, ոչ թե ինքը պետք է տա, այդ մարդը չի դառնում տոքսիկ։ Եթե ինքը չի գալիս քեզ վատ է բանում, եթե ինքը ուղղակի իր կյանքում է վատ ու դու պետք է իրան օգնես, այո, պետք է օգնես, որտեղ մի օր դու իրան կտաս, մի օր ինքը քեզ կտա, մի օր դուք իրար կտաք, այդ նորմալ է, չէ, դրանով մարդ տոքսիկ չի դառնում, այնտեղ կան էներգետիկ վամպիրներ, ում մոտ միշտ է ամեն ինչ վատ, բայց այդ ուրիշ թեմա է, էլի, իրենց մոտ ամեն ինչ լավ է, ուղղակի տենց իրանք սիրում են միշտ վերցնել, այդ արդեն մարդու, չգիտեմ, տեսակից է, թե ինչից է գալիս, այդ աշխատում եմ հասկանալ, որ չէ, այս այդ դեպքը չի, այս մարդը վատ չի, ուղղակի իրան պետքա նվնվալ անընդհատ։ Ես չեմ սիրում նվնվացող մարդկանց, բայց երբ որ մարդը միշտ մարդկա այ նվնվացող մարդի համար են, որ միշտ է նվնվալով խոսում, այսինքն անընդհատ ինտոնացիան ճնշելով, այդ ուրիշը։ Այդ մարդուն անդադ պետքա որ անդադ իրան ուշադրություն կա, այդ մարդը մենակ վերցնող է, բայց երբ որ մարդը ուղղակի մեկ-մեկ բոլորն էլ մեկ-մեկ նվնվում են, այդ նորմալ է։ Ես բաց եմ միշտ իմ ընկերները գիտեն, որ իրանք կարող են իմ մոտ խոսել, ես էլ իրենց մոտ կարող եմ նվնվել, այնպես չի, կգրկեմ, կլսեմ, կհասկանանք իրար։ Մեկ-մեկ պետքա խորհուրդ տալ, մեկ-մեկ պետքա ուղղակի լսել։ Իսկ կյանքի դժվարությունների մասով նպատակասլացության եւ այլն եղել են պահեր, որ հետ չեք կանգնել, չգիտեմ, ինչ որ բան հասնելու համար, միևնույնն է շարունակել եք ճանապարհը եւ ինչ խորհուրդ կտաք այս պարագայում են մարդկանց, ովքեր հետ կանգնող են, սովորաբար չեն ուժը չեն հավաքում առաջ գնալու։ Նախ կասեմ, որ ամեն ինչի համար պետք չի ուժ հավաքել եւ առաջ գնալ, գուցե դա իրոք այն չի, ինչ որ ձեզ պետք է, բայց դժվար ժամանակներում հենց այդ առաջին միտքն է, որ գալիս է ու այդ ժամանակ հեշտ է միանգամից ասել, այս այն չի, ինչ որ ես ուզում եմ, ավելի լավ է ուրիշ բան փորձեմ, եթե չի ստացվում, չէ։ Պետքա նախ իրոք հասկանալ այդ ինչին որ դու գնում ես, քեզ իրոք պետքա թե չէ, իրոք դա այն է, ինչ դու ես ուզում թե չէ, ու պատկերացնել դրան, եթե դու գնացել ես ու արդեն հասել ես, ինչ կզգաս դու։ Արդյոք դու քեզ իրոք այդտենց երջանիկ կզգաս, եթե այդ որ դու պատկերացնում ես, դու արդեն դա ունես, ինչ ես զգում, այ որ լավ պատկերացնես, այդ քեզ միանգամից այդ կայծը կտա, այդ ուժը կտա ու դու կգնաս դրան։ Այ շատ են ասում, պետք չի հանձնվել, բան, բայց մեկ-մեկ բաներ կա, որ այդ իրոք քոնը չի, այդ իրոք դու չես ուզում, այդ ուղղակի կարող է չգիտեմ ծնողներն են ասել կամ կողքն է, կողքի շրջապատն է քեզ համոզել, որ այդ քեզ պետք է, ավելի լավ է դրա վրա ժամանակ չծախսեն, ավելի լավ է հենց վաղը սկսեն անել այն, եթե ոչ մի բան ուրիշ չունեք անելու, պետք չի կիսատ թողնել նախորդը, եթե գիտեք, որ դուք այ էս չլիներ, դու կգնայր այն կանեիր ու դու քեզ ոնց կզգայր, որ այդտենց աչքերդ վառվում են ու հենց հիմա դու պատրաստ ես վերցնելու այդ անել, թողեք, գնա այն արա։ Իսկ հեշտ է ձեր կարծիքը փոխելը։ Մարդ ազդել կարծիքի վրա, այո։ Կարծիքի վրա որ ասեմ ազդել չէ, բայց ես ինքս իմ կարծիքը հեշտ եմ փոխում ու ընդունում եմ, որ կարա իմ կարծիքը փոխվի ինչ որ հարցի շուրջ, որտեվ մենք մեծանում ենք, մենք փոխվում ենք, բնականաբար նույն հարցի շուրջ մեր կարծիքն էլ պետքա նորմալ է ու ճիշտ է, որ փոխվի։ Իսկ ընտանիքի անդամները ինչպես արձագանքեցին ձեր, այսինքն ինչպես են արձագանքում սովորաբար ձեր բլոգի, լավ։ Հա, ընտանիքիս անդամները support են անում, papan, maman միշտ բոլոր story-ներից կրակներ են ուղարկում։ Ակտիվի համար չէ, լավ են արձագանքում։ Որտեղ շատ հաճախ կան, օրինակ թաքցնում են story-ները եւ այլն ծնողներից, ձեզ մոտ այդ խնդիրը չկա բացի։ Եղբայրս էր այդ միջին տարիքում, այդ որ դեռահաս տարիքում, երբ որ տենց նոր էի սկսել այդ նոր այդ էսթետիկ կոնտենտներն, էй չէ դու բացա, այսինքն, դա, բայց հիմա ինքն էլ ինչպես տեսնում եք, իմ հետ վիդեոներ ա նկարում, այդ էլ անցավ, նենց որ հիմա ամեն ինչ։ Որտեղ հայ իրականության մեջ մի քիչ այլ կերպ է, մենք գիտենք որն է հարցը այստեղ, բայց կարծում եմ գոնե ինչ որ չափով այդ ամեն ինչը կոտրվել է Instagram-ում։ Շատ տարիներ առաջ երբ որ ես դեռ ավագ դպրոցում էի սովորում, բաց Instagram-յան էջ ունենալը, այդ նույնն էր ոնց որ կիսամերկ նկարներ հանրայնացնելը, կամ չունի որ դու այդ քո բաց էջում, չգիտեմ, երգեր երգում դնում։ Բայց հա, այդ տենց էր, հիմա արդեն չէ, նորմալ է։ Հա, բայց դուք ձեր էջում հետաքրքիր է, որ հետևորդներ ունեք եւ այլն շատ գեղեցիկ եք, բաց չէ, այսինքն երբ սկրոլ ես անում, շատ էսթետիկ է ամեն ինչ արվում, նույնիսկ եթե տոպիկ եք հագնում կամ բան, մանավանդ ձեր հագուստային, այդ հագուստի համադրությունները, հա, շատերն են, չէ, հետևում, շատ աղջիկներ են արձագանքում կամ նմանատիպ հագնում, ինչպես դուք, որովհետև ձեր լուքերը շատ հետաքրքիր են իրականում։ Իրականում
Ես կարծում եմ, որ իմ լուքերը մի քիչ այդտեղ քիչ որ ինձ թվում է ես իրական կյանքում ավելի հետաքրքիր եմ հագնվում, ավելի հագուստը իմ համար միշտ կարևոր է եղել, բայց երևի դեռ բայց ինձ այդքան ինքնավստահ չէի զգում, արդյոք ես ամենայն դեպս այդքան ճաշակով եմ հագնվում, որ ցույց տամ, բայց արդեն զգում եմ։ Այնց որ այսօր էլ այդ մասին էի մտածում, որ արժի ավելի շատ լուքերով կիսվել, որովհետև միշտ իմ հագուստը երևի ամենաշատն է հետաքրքրում մարդկանց, ինչ եմ ես հագնում, իմ համար էլ հագուստը միշտ կարևոր է, ինչ են մարդիկ հագնում, ոնց են ընտրում իրենց հագուստը։ Նաև քանի որ մոդելային կառուցվածք ունեք, ամեն ինչ ձեզ սազում է։ Չէ, դե ամեն ինչ չի սազում։ Չէ, դե ամենայն դեպս դե դա էլ էական նշանակություն ունի կազմվածքը, որպեսզի կարողանաք գեղեցիկ մատուցել այդ ամենը։ Ինչ որ տոկոսով որ ասենք, հա, քիչ չի իրեն ինչ սազում է, բայց ամենայն դեպս ցանկացած մարդ ուղղակի պետքա կարողանա ընտրել իրեն համապատասխան հագուստ, որտեվ ինձ էլ հավատացեք, շատ բաներ կա, թեկուզ իմ մարմնի պրոպորցիաներն էլ այնտեղ շատ բաներ շատ քիչ է, շատ բաներ այդքան էլ իդեալական չի, դրա համար ինձ էլ շատ բաներ չի սազում, ուղղակի պետքա քեզ համապատասխան հագուստ ընտրես, այդ պետքա կարողանաս իրոք հասկանալ ինչն է քեզ սազում, ինչը չէ։ Հաճախ եք շոփինգ անում, շոփոգոլիկ եք առածելակ թե չէ։ Ինձ հագուստը շատ էներգիա է տալիս, չգիտեմ, այդ կարճ դոֆամինա թե երկար, բայց հա սիրում եմ հագուստ գնել։ Եվ ինչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր ասում են գումարը միշտ չի բավարարում, հնարավոր է արդյոք, չգիտեմ, ոսկե միջինը գտնել եւ թեկուզ քիչ գումարով կարողանալ ճիշտ համադրել, ճիշտ տեղերից գնումներ անել եւ այլն։ Օնլայն եք օգտվում շատ հաճախ։ Չէ, ես օֆլայն։ Օֆլայն։ Հե, որովհետեւ սիրում եմ հենց այդ պահին, որ ինչ որ բան տեսա, հավանեցի, վերջ։ Հենց այդ պահին պետքա տեսնեմ, հավանեմ ու ունենամ։ Օնլայն մի քիչ դժվար է ինձ, համել որ չեմ կպնում, պետքա կպնեմ, sense մատերիալը զգամ, որ ինձ դուր է գալիս որակը, նոր վերցնեմ, առաջին իմ համար հենց այդ կտորի որակն է ինձ գրավում, նոր հետո արդեն ֆասոնը ինձ ինչքանով կսազի գույնը, թրենդային է թե ոչ, իսկ ոնց ոճային հագնվել քիչ բյուջեով առաջին հերթին պետքա ուշադրություն դարձնել հենց այդ բազային, որ անդադասում են բազային զգեստապահարան, որտեղ միշտ սովորական կլասիկ սեֆտաբատը, սպիտակ թիշերթով, ինչ որ սիրուն կոշիկներով այդ նայվելու է շատ թանկ, շատ ճաշակով, քան եթե ինչ-որ բարդ բաներ վերցնեք, նույնիսկ այդ բարդ հագուստը երբեմն որ շաբաթը մի քանի անգամ համադրես, արդեն աչք է ծակում, անդադ ոնց որ դու նույն բանն ես հագնում, իսկ բազային հագուստը իրար մեջ անդադ ոնց որ տես նորովի կարես թեկուզ ինչ-որ փոքր դետալով նորովի ցույց տաս էլի քեզ այդ հագուստի մեջ, իսկ ինչ-որ ավելի մանր խորհուրդ բարձրակրունկներ հագեք։ Մեկ ավելի հաճախ, ինձ թվում է բարձրակրունկներ, կիսաշրջազգեստներ, աղջիկներին էլի, ավելի sense թարմություն է տալիս, ինձ թվում է բարձրակրունկը ցանկացած լուքով, առօրյա կարող եք հենց դարձնել բարձրակրունկները, բոթասներից մի քիչ անցնենք դեպի կոշիկներ, բարձրակրունկներ, ինձ թվում է շատ բան է տալիս թարմություն։ Դուք ձեր օրը ինչպես եք սկսում, մարդկա սուրճով է սկսում, մարդկա թարմ ժեյքով, եք սնունդը հետևում եք սննդակարգի, թե դա բնատուր է։ Նախ ասեմ, որ ես իմ մարմնից հիմա գոհ չեմ, ես ինձ միշտ համարել եմ շատ նիհար ու ինձ միշտ էլ ասել են, «Վայ, ինչ ես սենց նիհար, քեզ տանը հացի չեն տալիս, մենակ աղբերը դա ուտում», չէ, մենակ աղբերը չի ուտում, բայց հա ֆիզիոնոմիայով իմ ոսկորը նեղ է, ես նիհար եմ, հիմա արդեն մարզվում եմ, սննդակարգիս էլ եմ հետևում, հուսով եմ ու վստահ եմ, որ արդեն կհասնեմ իմ ուզած կառուցվածքին, օրս ինչպես եմ սկսում լուր օրս։ Իմ համար օրվա առավոտը շատ կարևոր է, որ շփում չունենամ, հեռախոսով էլ, չաթերով էլ շփում չունենամ, իմ օրը պետքա սկսի իմ հետ, իմ մտքերով, երգեր առավոտյան չեմ լսում ու զարմանում եմ, որ առավոտյան մարդիկ արթնանում են, միանգամից երգը բարձրանում են, սկսում են ապարել, ես չեմ։ Ես առավոտյան ձայներ ընդհանրապես ոչ մի ձև տանել չեմ կարողանում, նույնիսկ տանը, երբ որ խոսում են, ես առավոտյան այդ ոնց որ հենց առավոտից էներգիա ցենց գնում է նանյետ ու մտքերը այնտեղ որտեղ պետքա լինեն, ասենց շեղվում է ուրիշ կողմ, դրա համար առավոտ իմ համար կարևոր է սկսել ուղղակի լուր ու ինքնախնամքով։ Եվ հանգիստ հանդարտ մարդ եք, հա, երևում թե սխալ եմ։ Չէ, արդեն հանդարտ մարդ եմ։ Այսինքն ժամանակին եղել է թինեյջերական այդ փոքր ժամանակ եղել եմ շատ խելոք, հանգիստ, չշփվող, հետո արդեն տենց ավագ դպրոցից հետո համալսարանական առաջին տարիներին հիմա էլ առաջին տարիներ, բայց շատ առաջին տարիներին շատ շփվող էի, շատ խոսացող, sense view մի քիչ չափից դուրս շատ էի շփվում ու խոսում, հիմա արդեն ավելի հանգիստ եմ, երևի գնալով տարեց տարի sense ավելի էներգիան հանգստանում է էլի։
Իսկ ինչ է կարծում բլոգերները կարող են այդպես կարծիք ձևավորել հասարակության մեջ։ Կարծիք ձևավորողներ են իրենք։ Հա։ Բոլոր առումներով, հա։ Ցանկացած նույնիսկ եթե դուք ինչ-որ շրջապատում եք ու ինչ-որ մարդկանց եք անդադ հետևում ոչ միայն social-ով, թեկուզ, չգիտեմ, ձեր ընկերները իհարկե ազդում են ձեր կարծիքի վրա, որտեղ դուք անդադ իրենց լսում եք, իրենց մտքերը լսում եք, նույն ձևել եթե դուք հետևում եք բլոգերներին, անդադ լսում եք իրենց մտքերը, ինչ-որ չափով իրանք ինչ-որ տեղ թեկուզ կապ չունի, օրինակ քաղաքականության մասով խոսում է այդ մարդը մի անգամ, բայց դուք իրեն հետևում եք թեկուզ իր ոճի համար, բնականաբար եթե այդ մարդը խոսում է քաղաքականության մասով ինչ-որ բան ու այդ մարդը ինչ-որ տեղ ձեր համար օրինակ էր, այդ կողմով էլ ինքն ձեզ հետաքրքրել, որ դուք արդեն սկսելու եք մտածել, կարող է ճիշտ է ասում, եթե ասում է, կարող է մի բան գիտի, համենայն դեպս էլի ցանկացած մարդ էլ կարա ազդի քո մտածելակերպի վրա, կարա ցանկացած խոսք ազդի, որ դու այդ կողմով սկսես մտածել։ Իսկ ChatGPT-ին հաճախ եք դիմում։ Շատ։ Կարծում եք մտքի ձևավորման սեփական միտք ունենալու վրա չի ազդում ChatGPT-ին, թե դրական բացասական կողմերի մասին կարող եք ասել, ըստ ձեր օրինակ իհարկե։ Դեռ 2 տարի առաջ էր, որ տենց այդ AI-ը սենց իմացա, որ սկսվում է ինչ-որ սենց բաներ, հիմա արդեն կարելի ասել օր-օրիա զարգանում, իրոք, չգիտեմ, 2 ամիս առաջ երբ ChatGPT-ի հայերեն խոսում էր խոսել ու հիմա այդ սարուձորես նույնիսկ վախեցա, երկար ժամանակ չի բաց, հետո սենց խոսեցի, ասում նույնիսկ կռվում են ChatGPT-ի հետ։ Ինչ իրոք շատ է բան անում։ Դրական կողմերի մասին, դեռ տարիներ առաջ երբ որ մենք մասնակցում ենք ինչ-որ ստարտափերի, ինչ-որ բանավեճի ակումբ, ինչ-որ այդպիսի բաների, որտեղ research-ը այդ շատ մեծ ու կարևոր կողմ ուներ ու research անելը այդ շատ առանձին մի հատ հմտություն էր, որ ամեն մեկին տրված չէր ու դու այդ հմտությունը քո մեջ պետքա զարգացներ, թե երկարատև։ Հա, Google-ում ոնց research անես, ոնց դու այդ հարցը ձևակերպես, որ քեզ ճիշտ պատասխան տա, ճիշտ կողմերով մտնես տա միջից։ Հիմա ChatGPT-ին դու այդ հարցը մի հատ գրում ես, ամբողջովին քեզ կրճած սիրուն տալիս է, այդ պահով չգիտեմ, մի կողմից մեր ուղեղային ժամանակ այդ վերլուծողական ավելի աշխատում էր աշխատեր, հիմա էլ այդ պետք չի։ Իսկ մտավախություն չկա, որ մասնագիտությունները հետին պլան է մղում։ Դե իհարկե ChatGPT-ին կոնկրետ ձեր մասնագիտության վրա չի ճարտարապետության վրա հաստատ չի ազդի, որտեղ մարդու բանականությունը այսպես թե այնպես կարևոր է ամեն դեպքում։ Մի քանի մասնագիտություններ կան այդ, որտեղ կա կրեատիվ, որտեղ կա համենայն դեպս այդքան կոդ դնել, կոնստրուկցիա, հիմա սկսում են կոնստրուկցիան անել, կոնստրուկցիան էլ այդ տարիներով կարող է մինչև հաստատեն այդ կոնստրուկցիան պլանը, այդ տարիներ է տևում, մինչև այդքան գծեն, հաշվարկեն ու համենայն դեպս այդտեղ մարդկային գործոնը հաշվարկների մեջ կարող է փուստ տա։ Հիմա ստեղծում են AI-ով կոնստրուկցիոն բան, որ հենց միանգամից են որ ռաստվա պլանը մեջ անես, արդեն այդտեղ այդքան կոդեր ներմուծած է, որ ինքը հասկանում է, օքեյ, այս ֆորման, ինչ որ sense ավելի լավ է, այս հաշվարկներն է, ուրեմն հետևում ենք այս, այդտեղ արդեն այդ կապը կարա լինի, էլի կոդերի կոնստրուկցիան անում են, բայց ճարտարապետությունը, որտեղ կա կրեատիվություն, ճաշակման, դեռ հաստատ չի փոխարինի AI-ը, որտեվ մարդը այսպես թե այնպես պիտի աշխատի եւ դա շատ կարևոր է։ Դուք աշխատասեր եք։ Այո։ Օրվա ընթացքում քանի ժամ կարող եք աշխատանքի, չգիտեմ, որ շատ բան եք անելու, մարդկա կպարկի հանգիստ կքնի, կասի վաղը կշարունակեմ։ Օրինակ ես միջև վերջ պիտի անեմ, որ հանգիստ քնեմ, ձեր բնավորությունը ինչպես է այդ առումով։ Չէ, ես քնելու մասով իհարկե ինձ գենետիկայի տենց կա, որ ես չեմ կարողանում չքնել, իմ համար քունը շատ կարևոր է ու եթե քունս տանի ես կարամ կանգնած էլ քնեմ, բայց տագնապայնություն կա իմ մեջ, եթե ես ինչ-որ գործեր ունեմ ու դրանք շատ են կամ մեկը ազդում է մյուսի որակի վրա, իմ մոտ արդեն տագնապայնություն սկսվում է, այդ արդեն ֆիզիկապես էլ դրսևորվում է չեմ կարող հանգիստ լինեմ, եթե ունեմ գործեր, որոնք կարված չեն կամ որոնք ուշացնում եմ կամ որոնց որակը զգում եմ, որ տուժել է ուրիշ բաների պատճառով, բայց օրվա մեջ 24 ժամ էլ կարող եմ աշխատել, եթե կան գործեր, չգիտեմ, հանգիստը նախորդ պլանավորվում է, այդո կլինի, չի լինի, բայց աշխատանքը միշտ կա։ Իսկ տանը մայրիկին օգնել եւ այլն, թե դա անցել է արդեն հետին պլան։ Տանը հիմա տատիկի հետ եմ ապրում։ Ահա։ Ծնողներս դե ԱՄՆ-ում են ապրում, բայց ես վերջերս այնտեղի չանում եմ, երբ որ պետք է լինում անում եմ։ Հիմա տանը որ տատիկի հետ եմ, իհարկե շնորհակալություն տատիկիս, ինքը տան գործերը տենց հիմնականում իր վրա է վերցել ու հիմնականում ես նոր սկսել եմ արդեն պատրաստել, բայց մինչև էսել ինքն էր պատրաստում, տան գործերը հիմնականում ինքն էր անում, ես եմ որ չկեղտոտեմ, այլի լավ է։ Ամենաջերմ բանն է, չէ՞, տաքուկ անկյունն է տատիկի մոտ։ Դե հայ իհարկե։
որ երբ որ լինում է հոգնած կամ դեպրեսիվ թեկուզ վիճակներում օգնում է, չէ՞, տատիկի այդ շփումը, թե այդքան շփում որպես այդպեսին ունեք։ Շատ, որ ասեմ, հենց տենց շփում չէ, բայց իրար ոնց որ իրար լրիվ տենց մենք թևոթիկոնք ենք, իրար ընտանիք, ես շատ գնահատում եմ այդ ամեն ինչ ինքը անում է իմ համար, թեկուզ այդ ամեն օր որ ես կարամ արթնանամ ու ես իմ համար նախաճաշ պատրաստելու ժամանակ չունեմ, բայց ինքը միշտ իմ նախաճաշը կպատրաստի, ես կուտեմ ու ես էլ կարամ չմտածեմ այդ մասին, թեկուզ չգիտեմ, գողասանյակս լրիվ չհավաքեմ ու ինքը ինձ հասկանա, որ ես գործեր ունեմ, դասեր ունեմ, ավելի կարևոր բաներ կա, դրա համար, չգիտեմ, մի հատ էլ ավելորդ։ Իսկ կա խորհուրդներ, որ մինչև կյանքի վերջ օրինակ ուղեկցեն ձեզ տատիկի կողմից կամ պապիկի կողմից եղել են, թե Հիմա տենց պապիկի ճանապարհը կարծում եմ պապիկը հարթել է արդեն դեպի ճարտարապետություն։ Պապիկս ինձ մի հատ երաժշտական կրթության մասով ինձ պապիկս էր փոքր ժամանակ որոշել, որ ես պետքա երաժշտական կրթություն ստանամ, ոչ մեկ չէր ստացել։ Դաշնամուր եք նվագում։ Դաշնամուր եմ նվագում ու այնտեղ երգչախումբը ինձ շատ բան ա տվել։ Հիմա շատեր ասում են երգչախումբը անիմաստ բան է, բայց այդ թիմային աշխատանք, բազմաձայն լսողությունն էլ այդ բոլորով կենտրոնացած լինել մի բանի համար այդ էլի շատ բան է տալիս էլի ներքին, որ հիմա ես հասկանում եմ պապիկս այնց ուղղորդել, որ ես երաժշտությամբ զբաղվեմ ու հիշում եմ, որ ինքը միշտ ասում էր այ կմեծանաս, հետո տխուր կլինես, կգնաս կնվագես ու կհասկանաս, որ քեզ էս պետք էր կապ չունի, որտեղ ես փոքր ժամանակ նախ այդ բնավորությունը փոքր ժամանակ իմ մոտ կար, ես ինչ-որ բան սկսում եմ, պետքա ավարտեմ, այնպես չի ուզում էի կիսատ թողնել, բայց այն բանն էլ, որ ես միշտ ամեն ինչ լավ եմ անում, դպրոցում լավ սովորել, երաժշտական դպրոցն էլ մեր շատ խիստ էր, այնտեղ էլ լավ սովորել, իմ մոտ այդ գրաֆիկը շատ խիտ էր ու ես միշտ ուզում էի նկարչության գնալ, որտեղ այդ իմ մոտ լավ էր ստացվում, բալետի էի ուզում գնալ, բայց անհնար էր հասցնել դպրոցի ու երաժշտական դպրոցի հետ, անհնար էր հասցնել ինչ-որ ուրիշ բան, բայց ինքը ասում էր, այդ կարևոր է, հիմա հասկանում եմ, այո, որ երաժշտական կրթությունը ինձ եւ ճաշակի, եւ լավ շրջապատի մասով շատ բան ա տվել։ Եվ իհարկե զարգացվածության մասով։ Այո։ Եվ վերջին հարցը Լիլիթ ջան, ինչ անեն մարդիկ, որ ներդաշնակ լինեն իրենց հետ, որովհետև այսօր Instagram-ն էլ դուք էլ օրինակ բերեցիք, որ կարող է մարդուն ուղղակի հրահրել, որ ինքը ձգտի սրան նրան, բայց քանի որ թույլ չի տալիս, օրինակ, չգիտեմ, ապրելակերպը կամ իր ապրելաոճը չի կամ ինչ անել, որ ներդաշնակ լինել, չձգտել ավելիին կամ չցանկանալ նմանվել բոլորին, որ դու ինքդ քեզ հետ լավ լինես հաշտ։ Պետքա կյանքին նայել մի քիչ ավելի հեռվից, հասկանալ ինչա պետք էս կյանքում ես էլ անկեղծ ասում եմ, իմ համար ամենակարևոր բանը ուղղակի երջանիկ լինելն է։ Արեք այն ինչ ձեզ երջանկացնում է, անպայման չի լինել ամենահարուստ մարդը, անպայման չի լինել ամենահայտնի բլոգերը կամ, չգիտեմ, ամենան ինչ որտեղ ամենալավ սովորողը պետք չի։ Մարդ, երբ որ սկսում ես համեմատվել ինչ որ բաներով այդ մրցակցությունը սկսում ու ոչ առողջ մրցակցությունը, այդ շատ է խանգարում ու արդեն սկսում ես ոչ թե քո վրա կենտրոնանալ, այլ ուրիշի հաջողությունները հաշվել ու քո էներգիան գնում է սխալ տեղ։ Էներգիան պետք է ուղղել միշտ ճիշտ տեղ, դա դու ես, քո երջանկությունն է, եղեք այնտեղ, որտեղ ուզում եք, այն մարդու հետ, ում հետ ուզում եք, զուտ միշտ հիշեք ամեն ինչ անելուց հետ պետք է ձեզ տանի զուտ ձեր երջանկություն։ Պետք չի ուզել, եթե կարող է մի հատ նստեք մտածեք, դուք չեք ուզում լինել ամենահարուստ մարդը, այդ ուղղակի մտածում եք, որ պետքա, որտեվ մարդիկ դրանով են միշտ հպարտանում, բայց կարող է քեզ այդ պետք չի։ Օրինակ ինձ պետք չի լինել ամենահարուստ մարդը։ Ինձ պետքա ունենալ սիրելի աշխատանք, մարդիկ, շփում ու լինել այստեղ։ Վերջ։ Շնորհակալություն եւ ձեր գործերին հաջողություններ։ Ես էլ եմ շնորհակալ շատ, ձեզ էլ հաջողություն։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop.grohe.am Գնիր առցանց, ստացիր արձեռը։